Toyota-ն թողարկել է նոր էլեկտրական crossover $15,000 արժողությամբ, որը առաջի ժամերին ունեցել է 10,000-ից ավել նախապատվեր ու պայթացրել է չինական շուկա։ Դա այն է, ինչ որ ասում են հենց Toyota-ից։ Այս թողարկման ընթացքում կհասկանանք ինչի վրա են խնայել այս մեքենան ստեղծելուց ու արժե արդյոք դիտարկել սա BYD-ի փոխարեն։ Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Dreamcar-ից, զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքի կազմակերպմամբ Չինաստանում։ Հավանաբար շատերը ծանոթ եք BZ4X crossover-ին, որը շատ պահանջված էր Հայաստանում 23 թվականին, բայց տարուկես ապրում եմ Չինաստանում ու երբևիցե փողոցներում չեմ տեսել այդ մեքենան։ BZ3 սեդանը ավելի շատ տեսել եմ որպես տաքսի, բայց ընդհանուր առմամբ Toyota-ն էլեկտրական մեքենաների հարցում զիջում էր չինական շուկայում։ Այս մեքենայի թողարկումով Toyota-ն հաշվի առավ չինացի սպառողի բոլոր պահանջները, ստեղծելով ավելի մինիմալիստական դիզայն, ավելի որակյալ մատերիալներ ու ամենակարևորը ներդնելով շատ հագեցած ու խելացի համակարգեր, որոնք այս մեքենան դարձնում են շատ մրցակցային։ Մեքենան չափսերով բավականին մեծ է, այսինքն BYD Yuan Plus-ից ավելի մեծ է, ու Song Plus-ից մի փոքր ավելի կարճ ու ավելի ցածր։ Երևի նույն Kia EV5-ի չափերի է։ Բոլոր կոմպլեկտացիաներում մեքենան առջևի քարշակ է ու դժվար է ասել, որ ստեղ կիրառված են ինչ-որ նոր տեխնոլոգիաներ շարժիչի կամ մարտկոցի առումով ու ավելի շատ մեքենան հագեցրել են նորագույն ու անվտանգության համակարգերով, որը որ անհնար այս վիդեոյի մեջ թվարկել, կարող եք ծանոթանալ կայքում։ Մեքենան ունի բազմաթիվ կոմպլեկտացիաներ ու որպեսզի չխճճվեք, կարելի է բաժանել 3 մասի։ Առաջինը 430 կմ քշվող սովորական ու ավելի հագեցված տարբերակը, հետո գալիս է 520 կմ քշվող սովորական, հագեցված եւ ավելի խելացի smart տարբերակը, ինչպես նաեւ 610 կմ քշվող արդեն հագեցված տարբերակը, որի դեպքում smart համակարգերը որպես լրացուցիչ օպցիա է։ Ինչն է հետաքրքիր, որ այս մեքենայի բոլոր կոմպլեկտացիաներում ամենաէժանից ամենաթանկ կա 360 աստիճան կամերա, ինչը կարծում եմ շատ լավ օրինակ է մնացած արտադրողների դեպքում, քանի որ 360 կամերան դա այն բանն է, որ բոլորը ուզում են տեսնել իրենց մեքենայի մեջ։ Այս մեքենայի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ mydreamcar.am կայքում, որտեղ ներկայացված են մեքենայի գույները, կոմպլեկտացիաները, ինչպես նաև պաշտոնական կայքի հղումը, որտեղ կարող եք տեսնել մեքենայի բոլոր պարամետրերը։ Առջևից ունենք բավականին խիստ ու կոնսերվատիվ դիզայն, LED դուսարձակներ, ցերեկային լույսեր։ Toyota-ի մեքենաների մեջ առաջի անգամ ներդրվել է LiDAR Momenta արտադրողից, որը ապահովում է level 3 ավտոպիլոտ, այսինքն մեքենան գրեթե ինքնուրույն կարող է այս բեկետ հասցնել ձեզ։ Մեքենայի ամբողջ երկայնքով կան բազմաթիվ սենսորներ ու կամերաներ, մենակ այս հատվածում ունենք 3 կամերա։ R18 անվայծ է, ամբողջությամբ մետաղական, գրեթե բոլոր կոմպլեկտացիաներում, բացի ամենաբարձրից։ Մեքենայի քառակուսի ֆորմայի շնորհիվ ներսում ստացել են բավականին մեծ տարածք նստողների համար։ Հետևից նույնպես ունենք զսպված ու դասական դիզայն։ Միջին չափի բեռնախցիկ, չինական շուկայի մեքենաները նախապատվությունը տալիս են նստողների տարածքին ավելի շատ, բայց իհարկե հնարավորություն ունեք ամբողջությամբ պարկասնել, ստանալ
մեծ տարածություն։ Ցավոք test drive-ի հնարավորություն այսօր չունենք, քանի որ հասանելի մեքենա չկար, բայց փորձեմ կիսվեմ իմ առաջի տպավորություններով մեքենայի այդ շփումից, ասեմ, որ բավականին ծանր դուռ է, ինչը շատ անսպասելի էր իմ համար, այս գնային սեգմենտի մեքենայի համար։ Մեքենան չունի գործարանային անգլերեն լեզու, դեռևս ամեն ինչ մենակ չինարենով է։ Էկրանը աշխատում է բավականին արագ, միջինից լավ որակի, նստատեղերը կարելի է այսպես հետաքրքիր ձև կառավարել, բարձրացնել վերև ու ներքև կամ հետո առաջ ու կարելի է տարբեր դիրքերում ֆիքսել, մի բան որ չեմ տեսել այլ մեքենաներում։ Ունեք կոմֆորտ, էկո եւ սպորտ ռեժիմներ, ռեկուպերացիայի տարբեր աստիճաններ։ Հագեցված կոմպլեկտացիաներում կա ավտոպարկինգի հնարավորություն։ Կամերաների որակը իհարկե թույլ է։ Առաջի դետալը, որ աչք ծակեց որպես ոչ այդքան որակյալ։ Սենց տեսք ունի մեքենան վարորդի տեսանկյունից։ Ստեղ ունենք հոգնածության սենսոր, որը վարորդի անուշադրության դեպքում ազդանշան կտա։ Իդեալական չափի էկրան 14.6 դյույմանոց, բավականին լավ որակի ու արագ աշխատող, անլար լիցքավորման հնարավորություն հեռախոսի համար։ Ու բավականին գեղեցիկ դիզայն։ Դիզայնի առումով ինձ թվում է այս մեքենայի սրահը ոգեշնչված է Լիսյանից, իր մինիմալիստությամբ, այս հատվածով օրինակ, զսպվածությամբ, նաև առջևի նստատեղերը կարողանում եք ամբողջությամբ պարկասնել, ինչը որ նույնպես հասանելի է Լիսյանում, ու ամենակարևոր այդ գազարագույն սրահի գույնը, որի տրենդը սկսել է հենց Լիսյանը, առկա է նաև այս մեքենայում։ Սրահի տարածքը հետևի նստողի համար շատ մեծ է, շատ ավելի, քան սպասում եք այս չափի մեքենայից։ Ստեղ նույնիսկ կարելի է հետևի նստատեղի մեջքը պարկասնել, էլ ավելի շատ։ Ու ընդհանուր բավականին հարմարավետ նստելու դիրք հետևի նստողի համար։ Կարծում եմ այս մեքենան պահանջված կլինի թե Չինաստանում եւ թե Չինաստանից դուրս, քանի որ ստեղ բացի խելացի համակարգերի ներդրումից, նաեւ ուշադրություն են դարձրել հաճախորդների պահանջներին, օգտագործել են այլ ավելի որակյալ մատերիալներ, որպեսզի հետ չմնան մրցակիցներից։ Ու քանի որ այս ամեն ինչը Toyota-ի անվան տակ է, կարծում եմ հաջողություն կունենա։ Կգնեիք արդյոք այս մեքենան BYD Yuan Plus-ի կամ Song Plus-ի փոխարեն գրեք մեկնաբանություններում։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ սպասեք այլ ավելի հետաքրքիր վիդեոների։ Լավ եղեք։